Սերժ Սարգսյանի սահմանադրությունը հանրապետական Վարամ Մկրտչյանի համար բիզնես դասի Mercedes S տեսակի ավտոմեքենա է, նրա հակառակորդներն ուզում են իրենց Զապարոժեցը վարել։ Ոչի կողմնակիցները հին Զապարոժեցի ոչ թե գերադասում են Mercedes-ից հինը, այլ հնի համակարգ իրենց համար արդյունավետ պայմաններ է ծնում։ Վարամ Մկրտչյանն ակնարկում է, որ վերջին թողարկման գերմանական մեքենան Սերժ Սարգսյանը մեր քաղաքական կյանք է բերում ոչ իր համար, սակայն հանրապետական պատգամավորը չի կարող որևէ երաշխիք տալ, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սերժ Սարգսյանը չի ցանկանա զբաղեցնել վարչապետի, ազգային ժողովի նախագահի կամ նախագահի պաշտոններից որևէ մեկը։ 2018-ից հետո կյանք կա, հանգամանքներ կարող են փոխվել։ Լևոն Մարտիրոսյանը նոր սահմանադրության մի կետի երկրորդ փուլի ակտիվ հակառակորդներից է։ Խելագարության կանխավարկածից ելնելով մենք կարող ենք երկրորդ, երրորդ, չորրորդ փուլեր նախատեսել, ենթադրելով, որ առաջի փուլից հետո քաղաքական ուժերը չեն կարող պայմանավորվել։ Հանրապետական խմբակցության անդամը նույնպես վստահում է վարչապետ եւ ազգային ժողովի նախագահ չդառնալու մասին Սերժ Սարգսյանի բանավոր ասած խոսքին, եթե ասել է, ուրեմն կանի։ Օրենքով որևէ բան չի խանգարում իրեն, օրինակ ասենք վարչապետի պաշտոն գրավել, չի խանգարում, այժմ էլ չի խանգարում։ Լևոն Մարտիրոսյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի կեղծում, նա այդ մասին չի հայտարարել, որպեսզի անցկացնի իր նախագիծը։ Նախագիծը կարող է անցնել ամեն դեպքում, սա որևէ խանգարող հանգամանք չկա։ Գագիկ Ջանգիրյանի կարծիքով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը քաղաքական ուժի վերարտադրության մասին է։ Ես չեմ ասում, թե կուսակցությունը անպայման հանրապետականն է լինելու։ Գուցե այլ լինի, բայց այսօր ամենամեծ լծակն է, մենք այս երկրից ենք, չէ՞։ Գործող իշխանությունն ունի վերարտադրվելու։ Ընդդիմադիր պատգամավորը նկատի ունի, որ գործող հանրապետականների մի մասը իշխանություն ուներ դեռ 90-ականներից եւ անընդհատ վերարտադրվել է։ Մեզ մոտ գաղափարախոսությունը ածանցյալ է հացի խնդրից, պաշտոնից։ Նոր սահմանադրությունը պետք է լուծի քաղաքական մենաշնորհի վերացման հարց, հանրապետականները կարծես թե դա էին ուզում անել, ստացվել է լրիվ հակառակը։ Ոչ միայն փաստացի վիճակն են թողել նույնը, այլ նաև այդ խնդիրը բարձրացրել է սահմանադրական սկզբունքի մակարդակի։ Այսինքն ցանկացած ուժի սահմանադրությունը պարտադրում է իշխող, որ ինքը անպայման կայուն մեծամասնություն ունենա։